Ձայն բազմած ձայն Աստուծո, ժողովրդի ձայնը Աստուծո ձայնն է։ Շատ առաջնորդներ օգտագործել են այս արտահայտությունը ժողովրդին ցույց տալու համար, որ իրենց խոսքի, գործի, իրենց շարժման մեջ առկա է Աստուծո կամքը։ Եվ շատերը սխալմամբ կամ դիտավորյալ այն վերագրել են Աստվածաշնչին։ Որտեղից է գալիս այս արտահայտությունը եւ ինչքանով է ժողովրդի ձայնը արտահայտում Աստծո կամքը։ Մեզ համար վառօրինակ է Բաբելոնի աշտարակաշինությունը կամ հրեա ժողովուրդը, երբ անապատում Ահարոնին պարտադրեցին, որ իրենց համար ոսկե հորդ ձուլի, որպեսզի առաջնորդի իրենց, եւ վերջապես Քրիստոսի խաչելությունը։ Հենց ժողովուրդն էր, որ աղաղակում էր. «Խաչը հանիր»։ Իրականում այս արտահայտությունը առաջին անգամ հիշատակվում է միջնադարում անգլո-սաքսոնական հոգևորական Ալկուինի կողմից Կարլոս Մեծին ուղված նամակում, որտեղ որ նշում է. «Պետք չէ լսել նրանց, ովքեր ասում են. ժողովրդի ձայնը Աստուծո ձայնն է, քանի որ ամբոխի աղմուկը միշտ խելագարության է հասցնում»։ Այսինքն հենց սկզբից այն քննադատական իմաստով է հնչել, ոչ թե հաստատող։ Աստվածաշունչը մշտապես ընդգծում է, որ մարդը կարող է սխալվել, եւ բազմության կարծիքը միշտ չէ, որ համընկնում է Աստծո ճշմարտության հետ։